Были у вас ли планы, и вы его придерживались? Да, у меня был определенный план, и я его придерживался. Ուտանասուն տոկոս ջանքը դնենք են ուղղության վրա, որ կան բոլորին դեմ մարդիկ, մնում է իրանք իմանան, որ կարան ընտրեն բոլորին դեմ, այդ որ բոլորին դեմն են ընտրելու, իրոք դա բոլորին դեմ է թե ոչ, են 20-15%-ը դնենք մինչև 4% ուժերի հետ աշխատանքի վրա, որ եկեք միավորվենք, դու եկեք կպնենք իրար հետ անենք, ձեր գործը կհեշտանա քաղաքական դաշտում աշխատելուց հետո, մենք կլենք մեկիդ համար, ես իմ արժանապատվություն մասնակցելուց է, մեկի համար պրոստը ընկեր, մեկի համար կգաք կասեք մենք մեկ 7% ժողովրդին ասում ենք ձեր հետ միավորվենք, բայց իրականում իրանք մեկ են, ոբշեմ ամենալավից մինչև ամենաաշխաչափիկներ ձեռատանը հետ միասին անենք որակարգը, բայց դրա վրա ծախսենք 20% ջանք։ Են 80%-ը ոնց որ դաժե սանդղակ իշքան տոկոսն ազգակցության տեղեկացված, որ կարա ընտրի բոլորին դեմ։ Ու ոնց որ պայքարենք, որ ասենք մինչև եսքանը իմանան, մինչև եսքանը ունեն իմանան, դրա շուրջ կառուցենք մեր, ասենք ամենքի ռեկլամը։ Մերը խնդում եմ աղբեր մի ալարիքել, մի երկու տող գրենք, խնդրում եմ ես վիճակը ինձ դրդում է հանստեմ ու խորանամ, մի հատ հարց կա հասկանամ մեջիս մարդը, ովա, ես քեզ ովա, մեզ պես ովա, պես քեզ իշխանով օգուտ, թե վնաս, որ դե պարզ չի, ովա, ես քեզ ովա, մեզ պես ովա, պես քեզ նմանություն կա, թե գնաս ապեպետ չես։ Մենք նայել ենք չէ հարցումներին, որ կան 10% բոլորին դեմ չենք հնարել, չէ, չեմ գնալու իա միտե գրվում է պո ես դրանց սաղի, միտե գրվում է բոլորին դեմ են, միտե գրվում է չեմ կողմնորոշվե, էդ էլ կիրց բոլորին դեմի ձերն է, էլի, որտեղ եթե մեկին կողմեիր, հալբատ կողմնորոշված կլներ։ Բայց ես այդ այդքան համոզում չեմ հարցումների վերաբերել, որովհետև այդ բոլորին դեմ, որ ասում ես, որ իրենք չեն գնում ընտրության մասնակցեն, երբ որ իրենք գայիս են քեզ լսում են, այդ պարտադիր չի, որ իրենք համարան, որ դու բոլորին դեմ ես։ Ես չասի ով ինձ լսեց խոնարհվելու։ Չէ, նկատում եմ քո ծրագիրի իմացողը չի ասելու։ Իմ ծրագիրը մաքսիմալ իրական բոլորին դեմեմի շուրջ է։ Առաջին կարևոր կետով հենց բոլորին դեմեմի վերականգնում ուզում անի, երկրորդ ուզում անես կանոններ ստեղծի երկու հատ, որ իմաստ ունենա այդ ընտրության։ Կանատորը քաղաքը, որտեղ Նիկոլը չի գրել, այդքանով արդեն իմաստ կա փորձել։ Դա պետք է դες հարգես վանավծորցիկին։ Անմիջապես հետո պիտի Գյումրուն հարգես, որտեղ Գյումրուն ոչ մեկ չի իշխանական, չէ։ Okay, եթե ես ստրատեգիկ առումով եմ ասում օրինակ իմ համար ավելի բան է այդ ռեսուրսը ծախսվի, մտածել, գեներացիոն մտքեր, թե համասան գնալուց, օրինակ այդ կողքերը ֆռալուց բոլորին դեմ եմ, ոնց պետք է հայտնի դարձնել, սա համասաններ, թեկուզ թե ախպեր, չգիտեմ, Վանաձորի ԵՊ-ի մասնաճյուղն է, կամ չգիտեմ, բանի, Իջևանի ԵՊ-ի մասնաճյուղն է, ախպեր գնալ, եթե մարզեր, գնալ այդ ձևով, այսինքն գնալ երիտասարդներին թարգետ անել, էնեգեն դրա վրա ծախսել, ես հետ եմ ասում, ճիշտ ես ասում, ախպեր, բայց ոնց որ հիմա ինչ որ անում եք, դեռ հակառակ բան ենք։ Նայ, մեծ ասակները, ոնց որ մեր թայները, երբ որ Սովետը դարվել է բան, Հայաստան։ Նա այդ մարդիկ ինչ-որ կյանքով սովոր է եսին հոկտեմբերի պիզեն դրե գերազանցիկ են եղել, որ բախտը լավ բացվի բան, ընտանիք են կարուցել, երեխեք են ունեցել, մեկ էլ Արցախեն հարցը կռիվը Հեսյանյան, են նրանք ովքեր Արցախեն հարցի կռվին գնացել են, հետ են եկել տեսել եմ, որ իրանց միացումը սարկել են երկու հատ արկախ երկիր արդեն 91 թվին։ Հետ են եկել տեսել եմ, որ հանուն մեր ընդհանուր մեծությունը դարվել է թիկյապարծնող օլիգարխների ու ինչ-որ շուշտրակների տեղ, որտեղ իրանցը վիժիվատն է։ Մեծացել են երեխեք Լևոնի, Սերժի, Քոչարյանի, վերջերս էլ Նիկոլի օրոքչուրում ես, այդ մարդիկ չլվել են, հենց է իրանցից այդ սաղ կյանքի ինչի շուրջը կառուցած իդեան խալում են, ու ոչ թե ասում են արել ենք չի ստացվել, ասում ենք էշ բաների ես հավատացել։
Նիկոլը այդ ասում, ես մարդկանց պետք է ասել, որ ասպետ կան մատաղ սերնդից մարդիկ, որ ձեր խելքի են, նորմալ չեն համարում ես ամեն ինչ, ու են սկզբից, որ ճակը տվել է, պետք է այստեղ դեմը առնենք բոլորին դեմելով։ Ես էսի իմ ձևի բացադրեցի, էլի օրինակ անդոն ուրիշ ձևեր բացադրեցի, պետք է հղկենք, այդ մարդկանց միջուկելով մեզնից դժվար է։ Ասեմ էլի խի, որովհետև 18-ից 20 տարեկաններ որ սպայս սովորում տա, իրենք իրենց տան բանն են, կռիվ անողներն են։ Այսինքն կոնֆլիկտ ստեղծողներն են, իսկ կոնֆլիկտ ստեղծելը արդեն նշանակում է ինչ-որ մեծ միտք է խոսացում, որը մարդու մեջ հարց է առաջանում, ինչքան այդ կոնֆլիկտից հետո սառելով, տնեցիկի մոտ հարց է առաջանալու։ Արա կարող է երեխան ինչ-որ մի բան գիտես, ճիշտ էր ասում, այն որ քվեաթերթիկը գնա ընտրելուց ինչ-որ բան փոխելու։ Այս რა տարածման որպես մեր հիմնական բոքսով աշկին տալու մեթոդ բոլորս համաձայն ենք։ Հիմա այսպես է կարող համալսարաններ ջուր, համալսարանած պատասխանատուն, բանավեճում կջարդվի ասած։ աղբահանության պատասխանատուի հետ դու ես ելնում։ Ինչը կգերավի ուշադրություն, բայց արգելված չի քրեական օրենսգիրքով, ընտրական օրենսգիրքով, վարչական օրենսգիրքով, քաղաքացիական օրենսգիրքով, ջրային օրենսգիրքով, հողային օրենսգիրքով արգելված ցանկացած արարք կարելի է անել, որովհետև այն գործը, որ մենք ձեռնարկում ենք, ունի իր կանոնները։ Այս ավտորիտար համակարգի պայմաններում ոնց որ քաղաքականությունը ուրիշ կանոններ չա սկսում ստանալ։ Բացի բերդ նստելուց, բերդ նստելը այս բային հիմարություն է, չարժի անել նենց բան, որի համար կարող է բերդ նստեցնել։ Ու ապստամբելուն էլ ենք դեմ։ Այո։ Դրա համար ասում եմ, քրեական օրենսգիրքով արգելված արարքների ձեռը պահմանալով մնացած ամեն ինչ թույլատրելի է։ Կարող է հետվերադառնալ բուն թեմային։ Ապեր բուն թեման հետևյալն է, ինչպես կազմակերպել քարոզչությունը։ Տրաֆետով մաքրում ես, Կարշերը մաքրում է։ տեքստոտում ես, որ Երևան, մաքրում ես, որ Երևան, դա խոսքի կարմիր գույնի վրա, խոսքի մաքրում։ տեքստոտ գետնի վրա մաքրում ես։ Ասենք քաղաքի շատ տուֆի շենքերի վրա որ մաքրես, Երևա, որտեղ տուֆի վրա էսա Ոնց է դա փոցած այլ տրաֆարետը սեզնում ես, կերխերով պահում ես վրան, ինքերտը մաքրում է, սերի վրա սպիտակ է մնում, դու չի համարվում համել ոչ դրան էդի կազմակերպել ավելի դժվար է։ Նու պետք է հետդ ֆրֆրաս, էլի։ Այդրանից ու ես ախպեր։ Չէ, ընկերությունն է փորձել, հա, սեփական տանը։ 100% լնում է, 100% լնում է։ Ու թույն է, իսկ ոչ ջնջվում է, ոչ մաքրվում է, հետի կարան պրոստը այդքան տեղը պետք է լվանան, էլի։ Ինքը նորից պետք է լվան, ոչ։ Այդ որ կան մաքրեն կդառնա ստիպում են քաղաքը մաքրեն, բայց քանի որ դրա համար մի քանի անգամ խոսացել ենք, եկեք հիմա հենց հասկանանք ինչա պետք է ապրի։ ապա ասեմ ինչա պետք, մի հատ ավտոից միացող այդ երեխեքիցա պետք, ու մի հատ հարմար ավտո, որ մեջում 2-300 լիտր ջուր լցվի, որ ոսկի տուց ջուրը վերցի, պասոսկի ջուրի, ոսկի պիկապ։ Ova, es kes ishkanov okut te vnas vote pashi ova, es kes ova, mes pes ova, es kes nemanu tsukate genasa bebechis Հայտը դրելս ես, էսի հստակ բան, դու հայտ ես ներկայացել մարդիկ քեզ ընտրեն, դա բոնուս հետը բերմա պատասխանատվություն, եթե նորմալ մարդ ես, այդ ձերին տեր ելնելու, եթե խաղթին հետևից չգնացի, համ դու էտ օրն ես դաղալ դաղում, համ երկարաժամկետ կչանում ես, շոկի, սենստեն ես մենք որ սրա մեջ մտել ենք, որպես արդար նորմալ մարդ, պարտավոր ես տեր ելնես, արդյունքի հետևից էթաս, Այժը եթե հետևից գնացիր մեջքի գնացիր, մեկը պտի եթաս, եթե անարտարություն կա, Ռաֆալետը ճարեմ հետո վերեշու կամ ինչ ենք անելու, հետի մտածել անդեր չտանենք ապետ Ռաֆալետը, անածորը ապետ, անածորցիկ պտի Ռաֆալետը, չեն տպի, անարտարա, նայ, էդի դեպորտային գնալություն, տերալնենը ձեներին, այս մեր երգին էսորն այնք է, որտև եսի Վազգեն Մանուկյանը ձեներին տեր չել է, Ռաֆին ձեներին տեր չել է, ջոգ ինչ է, տեր չել է, վապշե կապ չունի, բոլորին դեմ էի, հիմնադիր էի, թե մարտական, հենց ասում ես ինձ դրեք, էդի ենթադրում է խոստում, որ դու քեզ ճոգելով պտի ձերին տերը լես, իսկ հակառակ դեպքում հավասարվում ես այն Եվրոպա մեր տերենել է գործնակ
Բրբրաս հեղափոխությունով պրծած։ Պոտի տերել ես։ Ոսկի պատկերացու քեզ ընտրած ժողովուրդը, գիտակցում որ ինքը քեզ ընտրեց, դու կրվար, այ Վազգեն Մանուկյան։ Ապա քիչ հնարավոր ցնարեք դուք։ Ախպեր մարդը բացել է, մի քիչ քննարկենք, քիչ հնարավոր է, չկա։ Ապա դի քննարկում է, երբ որ ես ասում եմ դա քիչ հնարավոր ցնար է, դա քննարկում է։ Մի ասած Ինտերնետակարգիչ դա ասում էլի։ Bitches